Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի ապրիլի 19-ն է։ Ինչպես արդեն տեսնում եք, ես հիմա գտնվում եմ Ստեփանավանի քննչական բաժնի շենքի դիմաց, այսինքն քննչական բաժնի բակում, եւ ցանկանում եմ հրապարակայնորեն բարձրաձայնել Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինությունների եւ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքները խախտելու մասին։ Մասնավորապես Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներից ելնելով ես առաջիկայում պատրաստվում եմ Ստեփանավանի քննչական բաժնին հարող տարածքում հայտարարել անժամկետ հացադուլ։ Հիմա ցուցադրեմ այն հատվածը, որտեղ որ ես մտադիր եմ հացադուլ հայտարարել։ Ահա այնտեղ այն բնության տարածքում մտադիր եմ հացադուլ հայտարարել։ Հիմա փնտրում եմ վրան, որպեսզի հացադուլում գտնվելու ժամանակահատվածում ես մի քանի օր գիշերեմ վրանի մեջ, ովքեր որ կցանկանան ինձ ժամանակավոր օգտագործելու նպատակով տրամադրել վրան, ապա կխնդրեի ինձ հատկացնել վրան եւ հացադուլս դադարեցնելուց հետո հավաստիացնում եմ, որ ձեր կողմից ինձ տրամադրված վրանը ետ կվերադարձնեմ ձեզ։ Այժմ անդրադառնամ մյուս հանգամանքներին, թե կոնկրետ ինչումն են դրսևորվել քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքների խախտումները։ Ուրեմն, ինչպես արդեն հիշում եք, ես 2025 թվականի ապրիլի 14-ին իմ YouTube-յան ալիքի ուղիղ եթերների բաժնում, այսինքն տրանսլացիի ուղիղ եթերների բաժնում տեղադրել եմ հետևյալ վերնագրով տեսանյութ. ես կանգատ եմ ներկայացրել մի եթ, այսինքն մարդու իրավունքների եվրոպական դատարան, արդարության հասնելու ակնկալիքով։ Ես ապաստան եմ խնդրում Գերմանիայից։ Իմ այդ տեսանյութում ես հանգամանորեն անդրադարձել եմ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինություններին եւ հարկ եմ համարում եւս մեկ անգամ անդրադառնալ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինություններին։ Իհարկե շատ չեմ կարող փակագծերը բացել, քանի որ դրանք համարվում են գաղտնի տվյալներ, գաղտնի տեղեկություններ եւ ես կաշկանդված եմ գաղտնիք համարվող տեղեկությունները հրապարակելու համար։ Այդ իսկ պատճառով հիմա չեմ բարձրաձայնի, թե կոնկրետ որ գործի շրջանակներում է քննիչ Ֆիլիպ Նազարյանը խախտել իմ իրավունքները, միայն կարող եմ հրապարակայնորեն բարձրաձայնել, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքները խախտելու վերաբերյալ ես բազմիցս գրավոր դիմումներ եմ հասցեագրել թե քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին,
թե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, մինչդեռ իմ այդ դիմում բողոքներին պատշաճ ընթացք չեն տրվել եւ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել իմ քննիչ Ֆիլիպ Նազանի կողմից իմ խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Այսինքն այս պահի դրությամբ ես արդեն իսկ սպառել եմ օրենքով սահմանված ողջ իրավական գործիքակազմը, այդ իսկ պատճառով ես ճարահատյալ դիմում եմ այս ծայահեղ քայլին, այսինքն դիմում եմ հացադուլ հայտարարելու իմ ցանկությանը, որպեսզի դրա արդյունքում վերականգնվեն իմ խախտված իրավունքները։ Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ հացադուլ հայտարարելու ժամանակահատվածում ես պետք է Երևանից լրագրողներ հրավիրեմ Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց, որպեսզի լրագրողները նույնպես հանրայնացնեն իմ կողմից հացադուլ հայտարարելու դրդապատճառները եւ լրագրողները բարձրաձայնեն քննիչ Ֆիլիպ Նազանի կողմից իմ իրավունքները խախտելու մասին։ Այլ ավելի հանգամանորեն այդ ամենին կանդրադառնան արդեն լրատվամիջոցները։ Քանի որ նորից եմ կրկնում, ես արդեն իսկ սպառել եմ արդարության հասնելու ողջ իրավական գործիքակազմը, այդ իսկ պատճառով դիմում եմ հացադուլ հայտարարելու այդ ծայրահեղ քայլին, դրանով իսկ վտանգի ենթարկելով իմ առողջությունը։ Նաև կցանկանայի նշել, որ եթե հացադուլում գտնվելու ընթացքում վատթարանա իմ առողջական վիճակը, ապա այդ ամենից իմ առողջական վիճակը վատթարանալուց բխող ողջ պատասխանատվությունը կրելու արդեն Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը։ Եթե չեք ուզում պատրումերևը, չեք գնացի, Ինչպես արդեն նշեցի, ես գանգատ եմ ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան արդարության հասնելու ակնկալիքով եւ ինձ պատճառված հոգեկան զրկանքների, հոգեկան տառապանքների, բարոյական եւ նյութական վնասների եւ իմ արդար դատաքննության իրավունքի խախտման համար ես պահանջում եմ պետությունից, այսինքն Հայաստանի Հանրապետությունից հօգուտ ինձ բռնագանձել 60,000 եվրո։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված իմ գանգատն արդեն իսկ ընդունվել է վարույթ, եւ եթե ես ներգրավում եմ իրավական գործընթացներում, ապա հավաստիացնում եմ, որ ես հետևողականորեն հետամուտ եմ լինում իմ խախտված իրավունքների վերականգնմանը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ եթե մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարում է ձեր գանգատը եւ արձանագրում է ձեր իրավունքների խախտման փաստը, ապա նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով ձեր գործը եւ ներպետական դատարանների կողմից ձեր վերաբերյալ կայացված դատական ակտերը կվերանայվեն։ Ուստի ես ունեմ այդ ակնկալիքները, որ իմ վերաբերյալ կայացված ներպետական դատական այցանների կողմից իմ վերաբերյալ կայացված դատական ակտերը կվերանայվեն։ Նաև, ինչպես արդեն նշեցի, իմ նախորդ ուղիղ եթերի ժամանակ ես բարձրաձայնեցի նաև այն մասին, որ ես մտադիր եմ առաջիկայում ապաստան խնդրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ ցանկանում եմ հրապարակայնորեն բարձրաձայնել նաեւ այն մասին, որ Հայաստանում վտանգված է իմ կյանքն ու իմ անվտանգությունը, կոնկրետ ինձ համար, Էրիկ Եղինյանից համար Հայաստանը անվտանգ երկիր չէ, եւ այդ ամենին իրենց անգործությամբ եւ իրենց անտարբերությամբ նպաստել են Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանն ու Լոռու մարզի դատախազությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունում իմ կյանքը վտանգված լինելուն, իմ անվտանգությունը չապահովելուն, կոնկրետ այդ հանգամանքներին իրենց անգործությամբ եւ իրենց անտարբերությամբ նպաստել են Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանն ու Լոռու մարզի դատախազությունը։ Նաեւ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ունեմ որոշակի առողջական խնդիրներ, սակայն ֆինանսական միջոցներ չունեմ իմ առողջությունս վերականգնելու եւ ինձ անհրաժեշտ բուժումներ ստանալու համար։ Մինչդեռ նման պարագայում Երևանի բժշկական կենտրոններից մեկում հրաժարվել են ինձ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց։
Քանի որ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է իմ կյանքն ու իմ անվտանգությունը, ուստի ես վերը հիշատակված նաև այդ դրդապատճառներից ելնելով մտադիր եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ապաստան խնդրել եւ Գերմանիայում բնակվող իմ հետևորդուհիներից մեկն ինձ հավաստիացրել է, որ Գերմանիայում գտնվելու ընթացքում ինքն ինձ կապահովի կացարանով։ Մի րոպե տեսանյութը ընդհատեմ, քանի որ մենք պետք է մտնենք քննչական, այնուհետև կվերսկսեմ իմ տեսանյութի նկարահանը։ Ուրեմն տեսանյութս վերսկսում եմ ընդհատման պահից, ինչպես արդեն նշեցի, Գերմանիայում բնակվող իմ հետևորդուհիներից մեկն ինձ հավաստիացրել է, որ Գերմանիայում գտնվելու ընթացքում ինքն ինձ կապահովի կացարանով։ Նաև նշեմ, որ հավելեմ նաև, որ Գերմանիայում ես ամբողջությամբ կգտնվեմ Գերմանիայի Հանրապետության հոգացության ներքո, կվերականգնեմ առողջությունս եւ զերծ կլինեմ իմ կյանքին սպառնացող վտանգներից։ Նշեմ նաև, որ ես մտադիր եմ Գերմանիայում գտնվելու ընթացքում աշխատել կամ որպես կանանց մասաժիստ։ Ոչ մի անօրինական բան չեմ անում, ոչ մեկի հասցեին վիրավորանքներ չեմ հնչեցնում, ընդամենը հաստատված քննադատում եմ քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ բարձրաձայնում եմ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինությունների մասին։ Ներեցեք նորից արդեն մտնելու հիմա քննչական տեսակցությունը հիմա ընդհատեմ, կվերսկսեմ ընդհատման պահից։ Հարգելի հետևորդներ, ում են տեսանյութի նկարահանումը շարունակում եմ ընդհատման պահից։ Քիչ առաջ ես զրուցեցի Ստեփանավանի քննչական բաժնի պետի հետ, իհարկե դա չեմ տեսագրել, եւ նրան նույնպես հայտնեցի քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինությունների մասին, իհարկե հպանցիկորեն անդրադարձա դրանց, քանի որ քննչականի պետը անմիջապես ներս մտավ քննչական բաժնի շենք եւ ես չհասցրեցի երկար զրուցել նրա հետ։ Վստահ եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետը նույնպես տեղեկացված է քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ նկատմամբ կատարված ապօրինությունների մասին։ Նաև պետք է վստահաբար պետք է նաև նշեմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը բավականին պարկեշտ քննիչ է, ես նրան անձամբ եմ ճանաչում եւ ակնկալում եմ, որ գոնե Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանը ականջալուր կլինի իմ այս տեսանյութում արծարծվող իմ ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի կողմից իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն պատշաճ միջոցներ քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից իմ իրավունքների խախտումներին վերջ տալու ուղղությամբ։ Ինչևիցե, որտեղ կանգ առա տեսանյութը, երբ որ ընդհատեցի, մասնարարապես ես կանգ առա այնտեղ, որ ես բարձրաձայնում եմ այն մասին, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվելու ընթացքում ցանկանում եմ մի փոքր անդրադառնալ իմ զբաղվածությանը, մասնարարապես այդ ժամանակ ես պետք է աշխատեմ կամ որպես Գերմանիայում պետք է աշխատեմ կամ որպես կանանց մասաժիստ կամ տեսողական խնդիրներ ունեցող անձանց խնամակալ կամ ուղեկցող, այսինքն նման աշխատանքներ եմ կատարելու։ Նաև մտադիր եմ հետագայում ձեռք բերել Գերմանիայի Դաշնության քաղաքացիություն, ասեմ, որ Գերմանիայում գտնվելու ընթացքում Գերմանիայի պետությունը իրենց երկրից ապաստան հայցողներին ապահովում է կացարանով, սննդով, հագուստով, աշխատանքով, ինչպես նաև Գերմանիայի պետությունը իրենց երկրից ապաստան խնդրողներին սովորեցնում են իրենց լեզուն, այսինքն սովորեցնում են գերմաներեն, որպեսզի տվյալ մարդու համար ապրելը ել ավելի հեշտ լինի Գերմանիայի Հանրապետությունում եւ այդ ամենը կատարվում է անվճար հիմունքներով։ Նաև քանի որ Գերմանիան ինքը համարվում է մարդասիրական պետություն, ուստի ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունից բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, մեկնել են Գերմանիայի Հանրապետություն եւ Գերմանիայում իրենց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն եւ մարդիկ կարողացել են հոգալ իրենց առողջական կարիքները։ Ես նույնպես ակնկալում եմ, որ Գերմանիայի Հանրապետությունում
իմ անձի նկատմամբ նույնպես կդրսևորվի մարդասիրական վերաբերմունք եւ լուծում կտրվեն նաեւ իմ առողջական խնդիրներին, քանի որ ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունում ես Երևանի բժշկական կենտրոններից մեկում կտրականապես հրաժարվել են ինձ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, քանի որ ես չեմ ունեցել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ իմ առողջական հարցերով զբաղվելու համար։ Այդ իսկ պատճառով ինձ մերժել են, սակայն վստահ եմ, որ Գերմանիայի Հանրապետությունում առանց որևէ գումարի, ելնելով մարդասիրական նկատառումներից, լրիվ անշահախնդիր կերպով ինձ կցուցաբերվի անհրաժեշտ բուժօգնություն։ Նաև կցանկանայի հավելել նաև, որ ես առաջիկայում մտադիր եմ հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ ձեռք բերել Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացիություն։ Առաջիկայում ես արդեն այդ հարցով դիմումներ կհասցեագրեմ պետական իրավասու մարմիններին, խնդրելով ինձ զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, քանի որ ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունում վտանգված է իմ կյանքը, իմ արժանապատվությունը, իմ առողջությունը, Հայաստանի Հանրապետությունում ես ինձ պաշտպանված չեմ զգում, մասնավորապես շատ անձինք ուզում են ինձ սպանել։ Ես այս հարցով նորից եմ կրկնում, բազմիցս դիմել եմ պետական բոլոր իրավասու մարմիններին եւ հենց Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի եւ Լոռու մարզի դատախազության անգործության արդյունքում վերջիններս, այսինքն թե քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ թե Լոռու մարզի դատախազությունը որևէ միջոցներ չեն ձեռնարկում իմ անվտանգությունն ապահովելու եւ ինձ այդ իմ կյանքի դեմ սպառնացող այդ վտանգները, սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ որևէ միջոց չեն ձեռնարկում եւ դրսեւորում են անգործություն հենց քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազությունը։ Ուստի ես հենց նրանց պատճառով եմ լքելու Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե ես հայրենասեր անձնավորություն եմ, ես կցանկանայի մնալ, ապրել եւ արարել Հայաստանի Հանրապետությունում, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով ես չեմ կարող Հայաստանի Հանրապետությունում մնալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում վտանգված է իմ կյանքը, այդ իսկ պատճառով ես մտադիր եմ գնալ Գերմանիայի Հանրապետություն, որպեսզի զերծ մնամ իմ կյանքի նկատմամբ սպառնացող վտանգներից։ Ներողություն, հիմա քննչական մարդ է մտնելու, ընդհատեմ։ Քննիչներից մեկը նոր մուտք գործեց Ստեփանավանի քննչական բաժին, այդ իսկ պատճառով ես մի պահ ընդհատեցի տեսագրությունը եւ նորից վերսկսում եմ ընդհատման պահից։ Ինչ էի ուզում ասել, Հայաստանի Հանրապետությունում վտանգված է իմ կյանքը, իմ առողջությունը, իմ անվտանգությունը, ուստի իմ կյանքին սպառնացող այդ վտանգներից ելնելով ես ճարահայտյալ առաջիկայում պետք է մեկնեմ Գերմանիա, որպեսզի հանկարծ ինձ չսպանեն։ Ես հավաստիացնում եմ, որ իմ կյանքին Հայաստանի Հանրապետությունում իրական վտանգ է սպառնում եւ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազությունը իրենց անգործությամբ որևէ միջոց չեն ձեռնարկում իմ կյանքին սպառնացող այդ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։ Հավաստիացնում եմ, որ իմ կողմից վկայակոչված հանգամանքները համապատասխանում են իրականությանը, պարզապես քանի որ դրանք նորից եմ կրկնում համարվում են գաղտնի տեղեկություններ, այդ իսկ պատճառով ես ունեմ որոշակի կաշկանդվածություն եւ այդ հանգամանքով պայմանավորված զերծ կմնամ այլ մանրամասներ հիշատակելուց, թե կոնկրետ ում կողմից է իմ կյանքի հանդեպ վտանգ սպառնում, այդ ամենի մասին բարձրաձայնելուց ես զերծ կմնամ, քանի որ ունեմ որոշակի կաշկանդվածություն եւ չեմ կարող գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակել, սակայն բոլոր պետական մարմինները տեղեկացված են այս ամենի մասին եւ ակնկալում եմ, որ այս տեսանյութը դիտելու արդյունքում պետական իրավասու մարմինները կանեն անհրաժեշտ հետևություններ եւ կձեռնարկեն ողջամիտ միջոցներ իմ կյանքին սպառնացող վտանգներից ինձ զերծ պահելու ուղղությամբ։ Թերևս այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Վերջում չմոռանամ, արդարացիորեն պետք է հիշատակեմ նաև, որ Ստեփանավանի քննչական բաժնում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը որևէ կերպ չի խոչընդոտել իմ կողմից այս տեսանյութը նկարահանելուն
եւ որևէ կերպ ոստիկանության ծառայողը արգելք չի հանդիսացել, որ ես նկարահանեմ այս տեսանյութը, որի համար ես այդ ոստիկանության ծառայողին հայտնում եմ իմ շնորհակալությունը իր գործառութային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Ակնկալում եմ, որ այն ժամանակ, երբ որ ես Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց հացադուլ կհայտարարեմ վրանի մեջ, ակնկալում եմ, որ այդ ժամանակ նույնպես ոստիկանության ծառայողները կապահովեն իմ անվտանգությունը, ինչպես նաև կապահովեն հասարակական կարգը։ Նաև ակնկալում եմ, որ իմ կողմից Ստեփանավանի քննչական բաժնի դիմաց վրանի մեջ հացադուլ հայտարարելու ժամանակ Ստեփանավանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը նույնպես շուրջօրյա հսկողության տակ կպահեն իմ առողջական վիճակը։ Նորից եմ կրկնում, եթե հացադուլում գտնվելու ժամանակահատվածում վատթարանա իմ առողջական վիճակը կամ իմ ինքնազգացողությունը, ապա այդ ամենի համար ողջ պատասխանատվությունը կրելու է Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազությունը, քանի որ նորից եմ կրկնում, իմ կողմից հացադուլ հայտարարելու դրդապատճառները հենց առնչվում են հենց քննիչ Ֆիլիպ Նազարյանի եւ Լոռու մարզի դատախազության կողմից իմ նկատմամբ ցուցաբերված իրենց այդ անգործությանը։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։